Այսօր մարդկային գործոնի տաղավարում տոնական ավետիս է, որի հոգևոր գեղեցիկ մուտքը ազդարարեց Արարատյան հայրապետական թեմի Ծաղկազարդ համախումբը, բարի երեկո եմ ասում սիրով եւ միանգամից սկսում ես համար կարեւոր ու թանկ խոսքերով։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Բոլորիս այս ավետիսը Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը սկսվեց հունվարի 5-ի երեկոյան ըստ եկեղեցական օրվա, ճրագալույցից նշանակում է ճրագ լցնել, լույսով լցնել եւ կարևոր է, որ այդ օրը եկեղեցուց տուն են տանում այդ լուսավոր ճրագը, սա շատ կարևոր սիմվոլ է։ Այսօր խոսելու ենք Սուրբ Ծննդյան տոնի կարևորության, խորհրդի եւ նաեւ այն փաստի մասին, թե ինչպես են տարբեր եկեղեցիներ նշում տարբեր կերպ եւ տարբեր օրեր։ Ինչու է դա այդպես եւ ինչպես է, թեև ամենակարևորը այն է, որ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Միանգամից կանչենք մեր առաջին հյուրին, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա Վարդապետ Բաղումյանին։ Աստված օրհնի Հայր Սուրբ։ Շնորհակալություն գալու համար, Հայր Զաքարիա, նախ նորից ասենք, կարծում եմ երբեք ավելորդ չեն նշել, թե ինչպես է հայ առաքելական եկեղեցին տոնում եւ ինչպիսի գեղեցիկ պատրաստություններ են այսօրվա համար նախատեսված Էջմիածնում։ Ամենայն սիրով, օգտվելով պատի առիթից, ես նույնպես միանում եմ բոլոր շնորհավորանքներին Սուրբ Ծննդյան։ Իսկապես Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ եւ ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսին։ Քրիստոսի ծնունդը մեր եկեղեցական տոնացույցի առաջին տոնն է, որով եւ սկսում է ամբողջ եկեղեցական տոնը, եկեղեցական տարին։ Ինչպես միշտ մեր ավանդության համաձայն, հունվարի 5-ի երեկոյան մատուցում է ճրագալույցի Սուրբ Պատարագ, որի ավարտին պատարագիչ հոգևորականը եւ մեր բոլոր խորաններից խաղաղություն ամենեցունի հետ մեկտեղ նաեւ տրվում է Քրիստոսի ծննդյան բարի ավետիսը, որովհետեւ Քրիստոսի ծննդյամբ ամեն ինչ փոխվեց։ Փոխվեց եւ ժամանակները, փոխվեց եւ մարդկային կյանքը եւ իմաստավորվեց այն։ Որովհետեւ երբ որ խոսում ենք Սուրբ Ծննդյան մասին, առաջին հերթին հիշում ենք Եսայու այն մարգարեությունը, որ ասում է ահագույսը պիտի հղիանա եւ մի որդի պիտի ծնի, որին պիտի կոչեն Էմանուել, եւ Մատթեոս ավետարանիչը ասում է, մեկնաբանում է Աստված մեզ հետ։ Հետևաբար, եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեզ ընդդիմանալ։ Ահա Աստծո մեզ հետ լինելու այս պարագան է, որ մեր սրտերը եւ հոգիները լցնում է ջերմությամբ եւ սիրով։ Եվ նայելով Բեթխեհեմի Մսուրում ծնված Տիրոջը, մենք եւս փորձում ենք իսկապես մեր կյանքը փոխել։ Փորձում ենք մեր կյանքը իմաստավորել անանց բարիքներով, անանց արժեքներով եւ մեկս մյուսի փոխանցել այդ բարի լուրը, որովհետեւ այդ բարի լուրն է, որի կարիքը մենք շատ ունենք, որովհետեւ Աստված ծնվեց մեզ բոլորիս յուրաքանչյուրիս համար եւ Աստծո ծնունդը բնականաբար ամենամեծ տոնն է, որ պիտի փորձենք տոնախմբել իսկապես մեր ընտանեկան հարկերից ներս, մեր եկեղեցիներից ներս, մեկս մյուսի ողջունելով այդ բարի ավետիսով։ Շնորհակալություն Հայր Զաքարիա, բոլորիս համար գաղտնիք չէ, որ կան տարբերություններ եւ նշելու առումով եւ նաեւ հենց ամսաթվի հետ կապված դրան դեռ կանդրադառնանք, բայց ձեր կարծիքով ո՞րն է հիմնական պատճառը, որ արևմուտքում կարծես ավելի մեծ շուկով է նշվում Սուրբ Ծննդյան փաստը եւ արարողություններն ավելի ճոխ են, գուցե ավելի տոնականի վերածած։ Եթե մենք մեկ դար ետ գնանք, մեզ մոտ նույնպես այդպես է եղել, մենք ավելի շատ եւ ավելի ճոխությամբ, հրճվանքով, սիրով նշել ենք Սուրբ Ծնունդը եւ առավել տոնակատարություններով, սակայն խորհրդային կարգերի այդ ժամանակաշրջանում ինչ որտեղ խաթարվեց եւ ընդմիջարկվեց այդ ավանդությունը, բայց դատելով վերջին տարիների իսկապես հոգեվոր վերելքից կարող ենք ասել, որ այսօր մեր եկեղեցիները լի են հատկապես երիտասարդներով, գիտակից երիտասարդներով, ովքեր ըմբռնում են Սուրբ Ծննդյան խորհուրդը եւ կարող ենք ասել, որ Սուրբ Ծննդյան տոնը վերագտնում է իր նշանակությունը եւ խորհուրդը հատկապես մեր ընտանեկան հարկերից ներս։ Եվ մարդիկ ավելի շատ սևեռվում են Սուրբ Ծննդյան տոնի վրա, քան Նոր տարվա, որովհետեւ Նոր տարին մենք անցկացնում ենք պահքով, աղոթքով եւ այն ոգևորությամբ, որ պիտի ծնվի Քրիստոս, որը օծյալ Տերն է, որը փրկիչն է մեր։ Շնորհակալություն Հայր Զաքարիա, տարբերությունների մասին մենք կխոսենք հենց այս պահին, միանգամից հրավիրելով մեր հաջորդ հյուրին, կրկին հոգևոր աշխարհի հրաշալի ներկայացուցիչ Տեր Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանին հրավիրենք այստեղ։
Հայ կաթողիկ է եկեղեցու հաղորդակցման պատասխանատու Տեր Գրիգոր, շնորհակալություն գալու համար եւ իհարկե մեզ եւ ձեզ մեծ ավետի Սուրբ Ծննդյան տոնի այս հրաշագործության կապակցությամբ Տեր Գրիգոր, կարող եք ասել կաթողիկ է համայնքը ինչպես է նշում եւ երբ։ Քիչ առաջ Հայր Սուրբը ներկայացրեց թե ինչպես է նշվում Մայրատորի մեջ եւ Արացագը հայ առաքելական եկեղեցու մեջ, նույն կերպ նաեւ նշում ենք մենք միայն մեկ տարբերությամբ, որ մենք այն նշում ենք արևմուտքի դեկտեմբերի 25-ին։ Բայց գիտեք, որ մինչև 336 թվականը բոլոր քրիստոնյա աշխարհը նշում էր հունվարի 6-ին։ Եվ միայն մեկ հեթանոսական աստված ունենալով հռոմեական կայսրության մեջ եւ այդ հեթանոսական աստվածի տոնը, արեկագի տոնը նշվում էր դեկտեմբերի 25-ին, այդ պատճառով է, որ այդ տոնը չեզոքացնելու պայմանով նշվեց դեկտեմբերի 25-ին։ Մնացած ամեն ինչը նույնն է, նույն ճրակալույսն է, նույն երկեցողությունն է, ինչ որ կատարվում է հայ առաքելական եկեղեցու մեջ, նույն ձևով մենք կատարում ենք դեկտեմբերի 24 երեկոյան եւ հաջորդ օրը դեկտեմբերի 25-ին ծնունդ։ Բայց դա մի կողմից լավ է մեզ համար, որովհետեւ մենք նաեւ ժամանակ են գտնում արդեն դեկտեմբերի 5-ին մասնագիծ է լինելու արդեն Սուրբ Էշմիածնում միասին դիմավորելու ուրեմն Քրիստոսի ծնունդը։ Եվ արդեն ավանդույթ է հունվարի 5-ին, այո։ Եվ արդեն ավանդույթ է, որ մենք մեր սրբազանորը մեկտեղ բոլոր հոգևորականներով Սուրբ Էշմիածնում մասնակցում ենք ճրակալույցի արարողությանը։ Փաստորեն երկու անգամ ենք նշում, արդեն այդպես կարելի է ասել։ Շնորհակալություն Տեր Գրիգոր, իսկ ինչպես է արդյոք եկեղեցում պատարագից հետո լինում է երեխաների մասնակցությամբ ներկայացումը, ինչպիսի տարբերություններ կան զուտ նրբության տեսանկյունից։ Առասարակ մենք ունենք սովորություն բոլոր ժողովրդապետությունների մեջ, որտեղ որ մենք ունենք կանոններ, նախորդ նաև ներկայացում ենք տալիս երեխաների ներկայացում են պատրաստում եւ ավդանց հատված ենք ներկայացնում այն Քրիստոսի ծնունդը, որը նաև շատ տեսողական ձևով է ազդում նաև երիտասարդների վրա, փոքր երեխաների վրա եւ դրանով իսկ նրանք կապնվում են եկեղեցու հետ։ Եվ մի քիչ անդրադարձ ծննդակարգին, որովհետև ես մի վերջերս լսում էի մեր հոգևոր հայրերից մեկի ելույթը կապված ամանորյա այս ճոխ շատ բարձված սեղանների հետ, երբ ասում էր պահեցողության շրջան է սկսվում եւ իրավունք չունենք այդպիսի ճոխ սեղաններ դնելու։ Ինչպիսին է այս պարագայում։ Բնականաբար մենք եւս հագարակ ենք, որովհետեւ այս ամբողջ շրջանը արդեն բայկի շրջան է եւ գիտեք դա տեղի ունեցավ հատկապես կոմունիստական շրջանում, երբ կոմունիստները ուզեցին ամբողջովին չեզոքացնել ուրեմն Սուրբ Ծնունդը եւ հունվարի 1-ը ընդունեցին որպես այսպես գեղեցիկ տոն նշելու առիթ եւ դրանով իսկ փորձեցին չեզոքացնել Սուրբ Ծնունդը։ Մենք բնականաբար դեմ ենք եւ համաձայն ենք մեր եղբայրագիստների հետ։ Շնորհակալություն, շատ տեղին այս պահին հրավիրել մեր հաջորդ հյուրին, այստեղ իհարկե ամենակարևորը այն տոնն է, որը համախմբել է բոլոր հոգևորականներին այսօր այստեղ մեր տաղավարում։ Հրավիրենք Ռուս ուղղափառ եկեղեցու Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արսեն Ավվակ Քահանա Գրիգորյանցին։ Բարի երեկո։ Շնորհակալություն գալու համար, ես գիտեմ, թե բոլոր հոգևոր հայրերը որքան զբաղված են, ծանրաբեռնված այս օրերին, Տեր Արսեն, ինչպես է նշվում ուղղափառ եկեղեցում եւ առավոտը Սուրբ Ծննդյան ինչպես է սկսվում։ К особенностям празднования Рождества, вот очень хорошо Хайр Захария говорила о духовном смысле праздника. К особенностям могу только добавить, что мы воспринимаем Рождество как особенный детский праздник, потому что в этот день родился Богомладенец, произошло чудо, которое церковь непостижимо воспевает такими словами, что родился младенец, который одновременно предвечный Бог. То есть как это можно, церковь видит вот в этом маленьком ребеночке, увитом пеленами, казалось бы беззащитным, того, кто содержит всю Вселенную. И вот ради этого чуда в этот день мы особо как-то поздравляем детей. И у нас вот здесь в Армении мы служим все-таки утром, чтобы и дети тоже могли прийти. Детям все-таки ночью тяжело бывает, чтобы они утром тоже могли прийти на праздник. И вот после литургии у нас бывает то, что называется, вот такое было исторически, такое явление, как мистерия. Мистерия – это некое действие,
не богослужебного характера, но который отражает события, происшедшие вот в этом празднике. Это очень было распространено в Древней Руси. Скажем, была такая мистерия, когда патриарх садился на осла, и царь вел осла под узцы, вот это в день входа Господня в Иерусалим. И вот в такие большие праздники было распространено после богослужений проводить такие мистерии. Вот мы тоже делаем такое небольшое представление с участием детей. Оно проходит у нас прямо в храме перед иконой Рождества, которая вот украшена еловыми ветками, и в церкви это называется вертепом, вот, так как по названию пещеры. И вот дети перед этим вертепом, перед иконой Спасителя, вот, изображая волхвов, ангелов, поют песнопения. И это бывает очень так красиво и трогательно. Приглашаю вас посетить вот, в день. Շնորհակալություն Տեր Արսեն։ Մենք դեռ կանդրադառնանք, թե ինչպես են տարբեր եկեղեցիներում նշում Սուրբ Ծննդյան օր, կարճատև դադարից հետո։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծ ավետիս, իսկապես օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, այս գեղեցիկ եւ տոնական խոսքերով ենք սկսում եւ այսօրվա մարդկային գործոնը չէր կարող չանդրադառնալ, սա շատ կարեւոր իրադարձություն է։ Ներկայացնեմ մեր մյուս հյուրերին, որոնք արդեն տաղավարում են եւ նրանցից յուրաքանչյուրն ունի իր բացատրությունը այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Ավանդական տոների վերածնունդ հասարակական կազմակերպության նախագահ, տոնացույց ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյան, բարի երեկո։ Լիաննա Ռոզիկյանը տոնացույց ժողովրդական թատրոնի արտիստ է, այստեղ է, շնորհակալություն Լիաննա։ Այս կողմում ներկայացնեմ հայագետ, տոմարագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Սիմոնյանին, բարի երեկո։ Եվ մարդ, որ ամեն տարի կարողանում է նշել Սուրբ Ծնունդը Երուսաղեմում, սա իհարկե շատ հաճելի փաստ է, Գոհար Արմենակյան, բարի երեկո։ Միանգամից հարցը ձեզ, պարոն Սիմոնյան, ինչպես է, որ տարբեր եկեղեցիներ տարբեր կերպ են նշում եւ ըստ արդեն ձեր ուսումնասիրությունների, հա, ինչպես է սա ձևավորվել, հասել իր արդեն վերջնական ձևավորված տեսակին։ Սուրբ Ծննդի օրը չպետք է մոռանանք, որ բոլոր հավատքներում ժամանակի գործոնը մեծ նշանակություն ունի, որովհետև այն խոսքը կա, որ ամեն բան իր ժամանակն ունի։ Եթե ժամանակի գործոնը այդքան կարևորություն չունենար, այս մենք որ ասում ենք ուղղափառ եկեղեցի, կաթողիկ եկեղեցի, առաքելական եկեղեցի, նրանք միասին միաբան կերպով կզիջեին եւ կոնկրետ մեկ օր կնշեին ծնունդը։ Այս երեք ուղղություններում յուրաքանչյուր ուղղություն ունի իր հիմնավորումը, թե ինչու է ինքը նշում տվյալ օրը։ Եվ տոմարագիտական առումով այդ հարցի պատասխանը իրականում Հայկյան սրբազան տոմարում է գտնում։ Ներկայիս բոլոր քրիստոնեական ուղղությունները իրենք օգտվում են հուլյան օրացույցով, գրիգորյան օրացույցով եւ սակայն դրանցից ոչ մեկը սրբազան տոմար չի համարվում։ Եզնիկ Կողբացի վարդապետն ասում է, եթե եղել է Քրիստոսից առաջ Մելքիսեդեկի քահանայապետություն, նշանակում է ճշմարիտ հավատքը իր ամբողջ կարգով տոնացույցով ծիսակատարությամբ եղել է։ Եվ հայկյան սրբազան տոմարում այս Սուրբ Ծնունդը դա Արեգմիհրի ծնունդ է։ Արեգմիհրը նույն փրկիչն է, Արեգմիհրի խորհուրդը նույն օծյալ փրկչի խորհուրդն է։ Հայր Զաքարյա, Քրիստոնեական ծնունդը ամենևին կապ չունի Արեգմիհրի ծննդյան հետ։ Ինչպես Տեր Գրիգորը նշեց, բոլոր պատմական աղբյուրները ցույց են տալիս, որ նախ վաղ եկեղեցին ճանաչել է մեկ օր, հունվարի 6-ին է տոնվել, որովհետև ըստ մեր եկեղեցու ուղղափառ դավանության, ինչպես որ հունվարի 6-ին Քրիստոս ծնվեց, 30 տարի հետո նույն օրը նաև մկրտվեց։ Այդ իսկ պատճառով է, որ մեր եկեղեցիներում մենք կատարում ենք նաև ջրօրհնեքի արարողություն։ Նշանավոր հայագետ Շարլ Ռնուն իր կատարած հետազոտությունների շնորհիվ ուսումնասիրելով հայկական ճաշոցը Երուսաղեմյան ցույց տվեց ոչ հայ իմիջիայլոց ազգությամբ, ցույց տվեց, որ իսկապես ապացուցելով, որ այն ավանդությունը, որ պահել է հայոց եկեղեցին, դա վաղ եկեղեցու ավանդությունն է եղել։ Տոմարագիտական տարբերությունները կապված են արդեն մի շարք իրադարձությունների հետ։ Մասնավորապես մեր եռամեծ վարդապետները Սամվել Կամրջաձորեցին, Կիրակոս Երզնկացին, Ներսես Շնորհալի հայրապետը եւ ուրիշներ Գրիգոր Տաթևացին, նրանք իրենց գրվածքներում անդրադարձել են, թե ինչու է կայանում այս տարբերությունը։ Եվ խնդիրը կապված է մի շարք իրողությունների հետ։ Խնդիրը կապված է Հովանես Մկրտչի հոր Զաքարիայի, թե որ օրը նա մտավ տաճար,
եւ որոշակի տոմարագիտական հաշվարկների հետ եւ այդ բոլոր հաշվարկները բերում եւ հանգեցնում են նրան, որ իսկապես հունվարի 6-ը եղել է Քրիստոսի ծննդյան օրը։ Եվ մեկ բան ուզում եմ շեշտել, որ մենք երբեմն շատ ենք խոսում, որ հայոց եկեղեցին իսկապես պահել է առաքելական ավանդությունը եւ ահա հունվարի 6-ը սա այն ավանդություններից մեկն է, որը խոսում է մեկ փաստի մասին, որ իսկապես մեր եկեղեցին հավատարիմ է մնացել առաքելական ավանդությանը եւ մենք ենք, որ պահել ենք այդ ավանդությունը։ Շնորհակալություն, Տեր Արսեն։ Да, ну, во-первых, я хотел бы высказать просто удивление, когда речь идет говорится о том, что как бы исторически известные факты, возраст которых называется там более 17 тысяч лет. Но не знаю, насколько можно говорить о известности таких фактов, тем более вот в научном ключе, в смысле календаря. Теперь, по поводу календаря уже сегодня много раз говорили, вот и Григорий упомянул о 336 году, начале, когда принял папство Папа Юлий I, который, в общем-то, и изменил дни праздников, то есть сделал 2 праздника. До этого, на самом деле, я совершенно согласен с отцом, что праздновался в один день, 6 января. Единственное замечание, что это 6 января было не это 6 января нового стиля, а 6 января старого стиля, то есть 6 января по юлианскому календарю. Сегодня это приходится на 19 января, этот день. Вот, то есть это не совсем тот день, о котором мы сейчас говорим, потому что тогда все-таки, 6 января это был юлианский календарь, да? Վերջո մենք հիմա այն հատկապես Երուսաղեմում մենք տոնում ենք 5 տոմարով եւ այդ օրն է։ Совершенно верно. Вот армянская церковь в Иерусалиме как раз отмечает по старому стилю. Так что у нас, конечно, был один единый общий праздник. Теперь о возникновении праздника. На самом деле это можно даже сказать, что сперва праздник возник в среде гностиков. Почему? И именно они отмечали крещение. Почему именно гностики так выделяли крещение? Потому что они считали, что родился Христос обычный человек. И Богом стал только в крещении, когда сошел на него Святой Дух. Это ложное учение гностиков привело к тому, что они стали особо выделять празднование крещения. И церковь в противовес этому начала торжественно праздновать крещение и Рождество. И учить о том, что Богом стал Господь не тогда, когда крестился, а что Он родился Богом. И вот отмечая это, церковь начала праздновать в один день. Почему потом римский епископ решил разделить праздники? Это тоже было не случайно, потому что 25 декабря люди продолжали праздновать языческий праздник Солнца. Это было такое, и чтобы изменить, чтобы отвести людей от этого праздника, это, кстати, традиционно отцы наши делали, изменяли языческое празднование на христианское. И начали уже говорить о том, что 25 декабря мы не праздник Солнца празднуем, а праздник мысленного солнца, духовного солнца Христа. И поэтому вот был добавлен вот этот праздник, и праздники были разведены. Так что вот это об истории праздника. Ուրեմն մենք ունենք մեր թվականությունից առաջի երկրորդ դարերի քանդակներ, քարեքանդակներ։ Անահիտը, Աստվածամայր Անահիտը մհերին գրկում, Եգիպտոսում կա Իսիդան գորին գրկած վիճակում, եւ մենք մեր նոր հավատքում ունենք Մարիամը, ուրեմն փոքրիկ Հիսուս Քրիստոսին գրկած վիճակում։ Պարոն Սիմոնյաից ներողություն եմ ուզում խնդրել, աշխարհի բոլոր դիցաբանությունների հիմքում ընկած է մեռնող եւ հարություն առնող Աստծո պաշտամունքը։ Պարզապես խորհուրդ կտամ մեր սիրելի տոմարագետին, Ներսեր շնորհալի հայրապետը հատուկ մի թուղթ է գրել, որտեղ որ անդրադառնում է եւ ապրիլի 7-ին, եւ ես կուզեի, որ ընդհանրապես մենք ծանոթանայինք մեր հոգեվոր ժառանգությանը, որտեղ շատ հստակ օրերով բացատրված է։ Մենք պետք է պարզապես մեկ բան հստակ ֆիքսենք, որ վաղ եկեղեցին ունեցել է 1 օր, հետագայում այսօր տոնում են 2 օր։ Այս տարբերությունները, որ հիմա գոյություն ունեն, իմիջիայլոց ամբողջ միջնադարյան նաև հակամարտությունները, որ եղել են տարբեր եկեղեցիների հետ, մեզ միշտ պարտադրել են ասելով, որ պետք է փոխեք այդ տոնը, բայց մենք միշտ մնացել ենք այդ ուղղափառ դավանությանը եւ կարծում եմ այս տարբերությունները, որ կան, ինչպես որ Տեր հայրը նշեց, իրենք մասնակցում են հունվարի 5-ի երեկոյան ճրակալույցի Սուրբ Պատարագին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ հավարտ Սուրբ Պատարագի մենք միասին հաց ենք կիսում եւ իսկապես այդ ուրախությանն ենք բաժնեկից դառնում, այնպես էլ մենք իբրև հայոց եկեղեցու զավակներ դեկտեմբերի 25-ին այցելում ենք իրենց մոտ այդ ուրախությունը իրենց հետ կիսելու, որովհետեւ ի վերջո մենք քրիստոնյաներ ենք եւ մենք հավատում ենք
մեր փրկչին Հիսուս Քրիստոսին։ Եվ գլոբալ առումով պատկանում ենք նույն եկեղեցուն չհաշված տարատեսակներին, տարբերություններին։ Ասեք Տեր Գրիգոր։ Մեզ համար կարևոր օրը չէ։ Մարդն է օրվա Տերը, եւ ոչ թե օրն է մարդու Տերը։ Եվ մեզ համար շատ կարևոր է Քրիստոսի ծնունդը։ Ասացինք, որ դա մինչև 4 տար հունվարի 6-ին է եղել, ասես թե ինչի համար է փոխվել, եւ հիմա դա մեզ համար մեծ խնդիր չէ։ Հասկանալի։ Մեզ համար ամենակարևորը, որ Քրիստոս մանուկը ծնվեց, եւ նայեք, եթե պատմության նայենք, ասում ենք Քրիստոսի թվարկությունից առաջ կամ հետո, չէ։ Քրիստոսը մի պարզ փոքր երեխա, մանուկ մսուր մեջ ծնված, ոչ աշխարհի իշխան, ոչ թագավոր, ոչ մագեդոնացի, ոչ թուր ուներ ցերկը, ոչ ծուր ուներ։ Բայց Քրիստոսը որպես մարդկության նոր հույս տվող, իրենով սկսեց չափել արդեն նաև ժամանակը։ Այն ժամանակայցավ արդեն ժամանակի մեջ աշխարհքից մեջ եւ իրենով սկսեց նաև չափել ժամանակը։ Շնորհակալություն, կարծում եմ պարոն Սիմոնյանը իր գործն է անում, որպես գիտնական փորձելով տալ բացատրություններ, սակայն մեր հյուրը Գոհար Արմենակյանը բազմիցս նշել է Սուրբ Ծնունդը Երուսաղեմում։ Գոհար, կխնդրեմ ասեք ինչու եւ ինչպես ու ընդհանրապես ինչպիսի նոր աշխարհ եք ձեզ համար այնտեղ բացահայտել։ Այնքանով ինչպես ասեց հայր Զաքարյան եւ հայ Արսենին, Երուսաղեմում Սուրբ Ծնունդը ամսի 19-ին են հունվարի նշում։ Եվ մեզ բախտ վիճակվեց այդ տարին եւ այստեղ նշել Սուրբ Ծնունդը, որ ես չեմ կարծում որևիցե քրիստոնյա ընտանիքի կամ քրիստոնեության համար դա չսպասված տոն է, դա բոլորի սիրելի եւ սպասված, այսպես ասած, չգիտեմ, ինձ հետ ինչ երևույթներ ա տեղի ունեցել, հատկապես Բեթլեհեմում, երբ որ այդ մսուրի մոտ դու նորից նշում ես ու ինչա կատարվում եւ ինչպիսի մեջ շուքով, ինչ արարողությունով, ձիերով, մեր պատրիարքությունը, մեր պատրիարքության հարգանքը, որ Հորդանանի վարչապետը նույնպես գիշերը 12-ին գալիս է, ողջունում է մեր պատրիարքին, Սուրբ Ծնունդը նշելով, այդ բոլորը չի կարելի զուտ ինչ-որ պատահականություն համարել եւ երբ որ դու լինում ես Երուսաղեմում, Բեթլեհեմում կամ Հարության տաճարում, դու այնտեղ զգում ես հայի ուժը, որը որ մենք այստեղ ճիշտ է մեր առօրյա կյանքում շատ այլ բաներ ենք տեսնում, լսում, բայց այնտեղ ես անձամբ իմ տեսակետն եմ բացատրում, մենք Հարության տաճարում ունենք սյուներ, որը հային է պատկանում, սա հային է, սա հային է, ոտքը դնում ես Հակոբյանց վանքը, արդեն քեզ աչքերիցդ, չգիտեմ, երկնային ինչ ուժ ա իջնում, ինչ պահատ հետը տեղի ունենում եւ դա երևի բոլորի հետ է տեղի ունենում, որովհետեւ մարդիկ ոտք դնելով այդ սրբավայրերը, տեսնելով մեր հայ միաբանության ուժը, ինչպիսի կյանքի գնով, այսպես ասած, պահելով դարեր շարունակ, արժանանալով աշխարհի, այսպես ասեմ, հարգանքին, դու նոր հասկանում ես հայի ուժը, գլուխդ մի անգամից նորից բարձրացնում ես, հասակդ բոյովանում է երկու այդքան, ինչքան որ դու կաս, եւ քեզ զգում ես, չգիտեմ, որ դու իրոք Աստծո տված ազգ ես, չես խեղճանում, որտեվ այսօր քարտեզի վրա, որ նայես, մի փոքրիկ Հայաստան չի նշվում, եւ մի այսպիսի հետաքրքիր դեպք պատմեմ։ Մենք առաջի անգամ Երուսաղեմ գնալուց գնացինք այստեղից ավտոբուսով Վրաստան, այնտեղից թռնելու։ Եվ ամենակարևորը ասեմ, երբ որ գնում ես ուխտի, շատ մեծ նշանակություն ունի քո հոգևոր հայրը, որ քեզ ուղեկցում է, ինչպիսի հոգևոր երևույթներ է քեզ հետ տեղի ունենում, ոնց է նա մատուցում քեզ, թե դու ուր ես գնում, տուրիստ չես գնում դու գնում ես սրբավայր եւ ինչ աչքով պիտի նայես այդ ամեն ուխտավորի աչքով եւ հետդ գնում են 50 հոգի 30 հոգի դա երևի ինչպես մեր շատ սիրելի հայր Սուրբը մեզ հետո բացատրեց այդ քույրեր եղբայրները քեզ այնքան հարազատ են դառնում անգամ քո բարեկամներից քո երեխաներից քո մորաքույր հորաքույր այդ դա որովհետեւ այդ կապը Աստծո հետ է տրված մեզ Իսկ դեպքը այսպիսին, մենք արդեն օդանավակայանում ենք, որ պիտի նստենք օդանավ, և եկան անցան Վրաստանի
պատրիարքությունը շքեղ հագուստներով անցան, այսպես նայեցին ու անցան, ինքնաթիռ մենք բարձրացանք բիզնես կլասում նստած են մեծամեծ հոգևորականներ են իրենք, մենք նստեցինք այն վերջում, բայց երբ որ մենք եղանք հարության օրը, որ ինչպիսի առավոտ ժամը 7:30 արդեն մենք մեր բաջերով, մեր խումբը, մեր հայությունը գնում ա ոնց է դուռը բացում, ինչպիսի արարողություններով, ինչ ողջուններով, այդ ամեն ինչը մտնում ենք, մենք մեր տեղն ունենք Քրիստոսի գերեզմանի կողքին եւ անկախ ինձանից ազնվությամբ եմ ասում, ես ինչ-որ խտրականություն չեմ դերսել կամ ինչ-որ նախանձություն չկար։ Այդ նույն սրբազանը Վրաստանի հերվում դրան անկյունում ու ես այդ պահին ասեցի, բիզնես կլասը Աստծու կողմից ում է տրված։ Այդ երևույթը ես ուղղակի այնպես եմ ասում, ոչ թե ինչ-որ խտրականություն։ Շատ հաճելի էր Զավեշտի վերածած տարբերակը, իհարկե, ասեք թե Հայր Զաքարյան։ Եվս մեկ փաստ արձանագրեմ, որովհետև շատ ուրախ եմ, որ խոսեց Տիկին այդ մասին։ Մովսես խորենացու բառերով ասած մենք իսկապես փոքր ածու ենք, բայց շատ արժանի բաներ կան մեր ազգի մասին խոսելու։ Տեսեք, մենք իսկապես փոքրիկ ազգ ենք եւ քարտեզի վրա չենք երևում, բայց մենք հայոց եկեղեցին իր ավատերը, մենք Սուրբ Ծննդյան այրում, որտեղ որ Քրիստոս ծնվել է, մենք այնտեղ պատարակ ենք մատուցում եւ մենք այն եզակի եկեղեցիներից մեկն ենք, որ օրենքով հաստատված իրավունք ունենք այնտեղ պատարակելու։ Եվ ամեն անգամ, երբ որ իբրև հոգևորական ես նույնպես եղել եմ այնտեղ, հպարտության զգացողություն ես ապրում։ Եվ հասկանում ես նաև Սուրբ Էջմիածնի խորհուրդը այնտեղ, որովհետև ինչպես որ Քրիստոս ծնվեց Բեթխեհեմում, նույն Քրիստոս իջավ եւ հաստատեց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, եւ այս հպարտությունը, որ մենք ապրում ենք հոգևոր առումով, սա ցույց է տալիս, որ մենք մեր հայի տեսակը, մեր տեսակը մենք պիտի վկայենք Քրիստոսի մասին։ Մենք առաքելություն ունենք այս երկրի վրա։ Շնորհակալ եմ անչափ այսպիսի հաճելի ու հետաքրքիր զրույցի համար, այն դեպքերից էր լռում ես եւ լսում ես ու սնվում ես։ Բոլորից կարճատև դադարից հետո կշարունակենք հոգևոր սնունդի առաքումը։ Մարդկային գործոնն այսօր անդրադառնում է մարդու համար ամենակարևոր երևույթներից մեկին՝ Սուրբ Ծննդյան փաստին եւ կրկին պետք է սկսեմ, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Հասմիկ, հետաքրքիր է, որպես արդեն ազգային արժեքների ու ավանդությունների պահպանման համար ամեն ինչ անող մարդ։ Դուք ինչպես եք տոնում, ինչպիսի հետաքրքիր ազգային առանձնահատկություններ ունենք այս կապակցությամբ։ Ուրեմն նախ Քրիստոսի ծնունդը իրոք ժողովրդական մեծ տոնակատարություն է, մեծ ավետիս է բոլորի համար, դա բնականաբար չի սահմանափակվում եկեղեցու շրջանակներում եւ երբեք այդպես էլ չի եղել։ Եկեղեցուց սկսել է, ճրագը տարել են տալով ավետիս աշխարհին, հա, եւ հենց այդ ժողովուրդն է, որը եկեղեցուց գնացել է դուրս եւ տոնել է տոնը արդեն եկեղեցու պատերից դուրս։ Եկեղեցուց սկսած արդեն ավետիսները խորհուրդ մեծ եւ սքանչելի այդ կոչերը Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ գալիս են ժողովրդի մեջ եւ այնպիսի մի հզոր մշակութային ժառանգություն մենք ունենք հենց ժողովրդական ավետիսների, որոնք որ ես ուղղակի միշտ ապշում եմ, թե ինչի մենք դա չենք անում։ Ինչ ենք օրինակ երգում օտար երգեր, ես բան չունեմ, իհարկե մշակույթը հզոր բան է, բայց եղել է այսպիսի մի ավանդույթ, որ այդ տոնը փաստորեն հոգևորականներն են նշել եւ երեխաները։ Սա շատ կարևոր է եղել, որովհետեւ հավատացել են, որ երեխաները մինչեւ 7-14 տարեկան իրենց մաքրությամբ նման են հոգևոր հայրերի։ Եվ դրա համար եղել է մի հզոր մշակույթ մանկական ավետիսների։ Բոլոր են բառերը այսօր տոնն է հայտնության, մեծ ավետիս։ Այդ բոլոր բառերը մանկական ավետիսներով լադային կառուցվածքով երաշտական, նույն հոգևոր երգերն են, բայց մանկական։ Կատարել են երեխաները եւ կատարել են տնօրհնենքի արարողություններ, որովհետեւ հոգևորականները չէին կարող բոլորի տները մտնել։ Եվ այդ ժամանակ նոր տարին սկսվում է, երեխաները ավետիսներ երգելով գնացել են տնից տուն ու երգել են Քրիստոսի ծննդյան ավետիս։ Մենք հիմա այդ ավանդույթը։ Մենք կորցնելու եզրին ենք, շեմին ենք կանգնած։ Իմ աշխատանքը հիմնականում գյուղերում է, որովհետև գյուղը միշտ պահպանել է ավանդույթը, միշտ։ Ոչ միայն հայերի մոտ, աշխարհի բոլոր ժողովուրդների մոտ։ Եվ այդ իսկ պատճառով մեր խումբը, տոնացույց խումբը, բաղկացած է հիմնականում գյուղից, երեխաներից, որոնք գյուղերից են։ Ես ուզում եմ նշել Բյուրական գյուղը, որը շատ եմ սիրում, այդ Բյուրական գյուղում պահպանվել է ավետիսի ավանդույթը, բայց մունջ ավետիս։ Ես երբ որ ջեմարանում ուսանում էի եւ հաճախում էի Ջրվեժի Սուրբ Կաթողիկ եկեղեցի, մենք հիշում եմ երիտասարդներով
ճրակալույցի պատարագից հետո գնում ենք եւ այդ ավետիսն ենք տանում եւ չեք պատկերացնի եւ հատկապես գիտեք հիմա վերջին շրջանում շատ ուրախալի է որ այդ խթման երեկոն որ կար մեր ազգային շերտի մեջ այսօր մենք իրագործում ենք այսօր հավաքվում ենք ընտանիքով եւ իսկապես լիաթոք տոնում ենք այդ տոնը Շնորհակալություն, ես առաջարկում եմ դիտել Հասմիկի թեթև ձեռքով այդ գեղեցիկ տեսանյութը, որը մեզ տրամադրել են, նրանք 2009 թվականին, եթե ճիշտ եմ հիշում, տոնեցին այդ 2009 թվականին կոչելով ավետիս, ես առաջարկում եմ դիտենք Հասմիկ, հետո վերադարանք եւ մեկնաբանենք, համեցեք։ Այսօր ծնունդ իմ այրամի, մայրան գնաց դուրնի հերին, ծնաբերեց Իսուս որդին, կետոր դանանը գրվեցին։ Շնորհակալ ենք անչափ այս գեղեցիկ տեսանյութը տրամադրելու համար Լիաննա, մենք գիտենք, որ Գյուրականում, Ագարակ եւ Անտառոտ գյուղերում տոնում են տարբեր տեսակի եւ պահպանելով հին ազգային ավանդույթներ, ինչպես նշեց Տիկին Հասմիկը, կպատմեք խնդրում եմ դրա մասին։ Այ մենք դա կատարում ենք մեծ հաճույքով, քանի որ դա մեզ շատ հարազատ է։ Դեռ վաղուց երբ մենք փոքր էինք, ճիշտ է շատ դժվար էր, ցուրտ էր, բայց մենք այնքան մեծ ոգևորությամբ էինք այդ ամեն ինչը կատարում, որովհետև դա եկել էր մեր տատիկներից, մեր պապիկներից, բոլորը ուզեցել են դա պահպանել, բայց ցավոք սրտի կամաց հասել է վերացման շեմին։ Խնդրում եմ կպատմեք Տիկին Հասմիկ Լիանա այս ծառի տեսակը, ձևավորումը եւ խորհուրդը։ Ոնց որ բոլոր մեր ավանդույթները, նույնիսկ եկեղեցին աշխարհի բոլոր եկեղեցիներից տարբերվում է, ավանդույթներն է շատ տարբեր են։ Մենք չենք ունեցել տոնածառ, ունեցել ենք, սա է մեր տոնածառը, հա, տոնի ծառ։ Դա չի եղել Եղևնին, մինչև 100 տարի առաջ մենք պահպանել ենք այդ ավանդույթները, միջալուց այս ավետիսներն է, մունջ ավետիս է դարձել, այսինքն դեռ հենց այնց ուղղակի տոպրակ են գցում, քաշում են, բայց այս ավետիսները չկան։ Եվ դա էր պատճառը, որ գյուղերում մենք սկսեցինք վերականգնել այդ երգերը եւ այլն։ Ինչ վերաբերվում է ծառին, մենք ունեցել ենք այսպիսի մի ծառ, տոնածառ, որը որ կտրել են պտղատու ծառի մի ճյուղ, ինքը ծառն է խորհրդանշել է Քրիստոսին, նույնիսկ ավետիսներ մենք ունենք, ես Քրիստոսի խաչապայտն եմ ավետիս, ծառ մի կանչեր, ծառը կտրում են, ծառը։ Շարականներից է գալիս այդ։ Այո։ Կենաց ծառ Քրիստոս զուգահեռ։ Միանշանակ դա բոլոր այս շարականները, բոլոր մեր թեոլոգիան, հա, աստվածաբանությունը մանկական ավետիսների մեջ շատ պարզ լեզվով կա։ Մի խոսքով այդ ծառը, որ կտրում են ճյուղը, բերում են տուն, պտղատու ծառի ճյուղ։ Իրեն զարդարում են ուտելիքներով, որովհետև այս ծառը կերել են տոնի ընթացքում, ինքը հաղորդակցության արարողություն է իրականում, թե ալանիները, թե սուջուխը, թե չիրը, չամիչը, թե մրգերը պտղատու, այսինքն ինքը ծառը խորհրդանշել է պտղատվություն եւ շնորհակալական ծես բնությանը, սա բնապաշտանմունքից մնացած մի sense բան է, եւ ինքը ծառն է, որպես Քրիստոսի խորհրդանիշ մտել է տուն։ Իմ կարծիքով տանը, այո, պարոն Սիմոնյան։ Հայոց մեր հին ավանդությունում կենաց ծառի խորհուրդը դա ծիրանի ծառն է։ Ծիրանի ծառը արևի ծառն է եւ ծիրանի պտուղը արևուկն է, այսինքն արևային միրգ։ Եվ կենաց ծառի այդ խորհրդապաշտությունը ամբողջությամբ մեր հայկյան սրբազան տոմարի հիմքն է կազմում, որը իրենից ներկայացնում է կենաց լույսի պաշտամունք։ Գառնանամուտին արեգամսվա արեգորը զարդարվում էր կենթանի կենաց ծիրանենին Եվ սովորաբար մեր տարածքում, հայկական լեռնաշխարհում այդ ժամանակ ծիրանենի ծաղկում է։ Շնորհակալություն պարոն Սիմոնյան, ես ոնց հասկացա, մենք պետք է ձեզ հետ միասին մի օր գնանք Երուսաղեմ։ Գնա։ Որպեսզի բոլոր հարցերի պատասխանները միանգամից տրվեն։ Ես կառաջարկեի նաև մի օր գնայինք Մհերի դուռ։ Իհարկե։ Բայց ես ուզում եմ հոգևոր առումով անդրադառնալ կենաց ծառին, որովհետև մեր եկեղեցական մատենագրությունը, աստվածաբանությունը այնքան գեղեցիկ խորհրդանշական պատկերներ է ցույց տալիս։ Տեսեք, կենաց ծառը ինքը կյանքի խորհուրդն ուներ, եւ ինչպես ասացի, մեր շարականների մեջ եւ մեր վարդապետների գրվածքում կենաց ծառը զուգահեռ է անցկացում Քրիստոսի հետ։ Ինչպես որ ծառի ճաշակմամբ մեր նախածնողները պատվիրանազանց գտնվեցին եւ դրախտից դուրս դրվեցին, ապա կենաց ծառի Քրիստոսի միջնորդությամբ այդ դրախտը բացվեց եւ մենք փրկության արժանացանք։ Եվ այս է նշանակությունը կենաց ծառի, որ մենք երկար ժամանակ եւ կարծես թե այս մտածողությունը վերականգնվում է մեր ժողովրդի մեջ, որովհետեւ յուրաքանչյուրս պիտի ձգտենք կենաց ծառին, Քրիստոսին։ Այս է խորհուրդը նաեւ։
Շնորհակալ եմ շատ, Տիկին Գոհար, հարցս վերջնական այսպիսին է։ Երուսաղեմում նշելուց հետո Սուրբ Ծնունդը, երբ վերադարձաք Հայաստան եւ հետագայում եթե առիթ եղավ այստեղ տոնելու, արդյոք այդ նույն սրբազնագույն խորհուրդը արդեն ձեր մեջ կար եւ հզորության զգացողություն։ Ներողություն եմ խնդրում, ես շատ շնորհակալ եմ այս հաղորդաշարից եւ ձեր հրավերքից, որտեվ մի անգամ եւս ես նույն ապրումները ունեցա, որը շատ հաճելի է եւ ով գտնվում է այնտեղ, հենց հիմա էլ մենք ունենք ուխտավորներ այնտեղ գտնվողներ, որոնք աղոթում են եւ ես խորին շնորհակալությունս եմ հայտնում ծնկաչոք ես իմ հարգանքս եմ մատուցում Պատրիարքարանի միաբանությանը, ամբողջ Երուսաղեմի, ինչ ուժով են նրանք պահում, ինչ կյանքի այսպես ասած դաժանություններին ոնց են նրանք մինչև օրս մեր հայրենասիրությամբ եւ ինչպես մեր կաթողիկոսը ամեն անգամ ասում է հայրենիքի եւ Քրիստոսի առաջ մենք բոլորս ծնրադիր ենք այդ ծնրադրությունը նրանց մոտից է գալիս նրանց բոլորին թող Աստված ուժ եւ կորով տա որպեսզի կարողանանք մենք այստեղ ամեն տարի մեծ շուքով նշել Սուրբ Ծնունդը բոլորը խոսում են նույն Քրիստոսից Քրիստոս ինքը լույս է ծնվեց հայտնվեցավ մենք շատ սիրով բոլորիս մեծ ավետից եւ այսօր եկեք այդ բարձ ճշմարտությունով խոնարհվենք Քրիստոսի ծննդյան առաջ Շնորհակալություն Տեր Գրիգոր Սիրենք միմյանց որովհետեւ առանց այդ սիրո չկա փրկություն Աստվածինքն էլ այնքան սիրեց որ իր որդուն տվեց մեզ Եվ մենք, եթե մեզ համարում ենք քրիստոնյաներ, հատկապես լավ քրիստոնյաներ, պետք է կարողանանք սիրել միմյանց, լինել միմյանց համար եւ ապրել միմյանց համար, եւ դրա մեջ էլ արդեն Քրիստոսը կա։ Շնորհակալություն, Տեր Արսեն։ Я, конечно, хочу еще раз всех поздравить с праздником, особенно, конечно же, деток, потому что это все-таки, еще раз говорю, детский праздник. Ну и Хочу сказать, что все-таки, когда Господь пришел на землю, мир изменился неузнаваемо. Сегодня говорилось о нити, которая в христианстве стала золотой. Нет, это совсем другое все-таки. Христианство – это абсолютно новое явление, абсолютно новые смыслы. Давайте держаться нашего родного христианства, которое все-таки есть единственный путь в вечность, и не слушать всего прочего. Շնորհակալություն, Հայր Զաքարիա Ես իբրև հայոց Բեթլեհեմի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ իմ աղոթքն է, որ իսկապես Քրիստոսի ծննդյան սիրո խաղաղության պատգամը հասնի մեզանից յուրաքանչյուրին։ Ես աղոթում եմ, որ Քրիստոսի ծննդյան այդ ավետիսը հասնի առաջին հերթին մեր սահմանը պահող մեր զինվորներին, հրամանատարական կազմին, հասնի կարոտյալներին, նեղյալներին, ովքեր իսկապես կարիքն ունեն, որովհետև Քրիստոսի ծնունդը առաջին հերթին հույս է ներշնչում, հավատ է ներշնչում։ Ես իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի կուզենայի, որը այս տարին եւ այս տոնով իսկապես ներ պետականաշինության տարի, որ մեր ժողովուրդը, որ արժանի է բարեկեցիկ կյանքի, իսկապես մենք մոտենանք, եւս մեկ քայլ կատարենք դեպի Աստված, դեպի բարոր կյանք։ Սիրենք միասին եւ միշտ հիշենք, որ եթե Աստված մեզ հետ է, մեզ ոչ ոք չի կարող հակառակել։ Ավարտելով կրկին շնորհավորում ենք բոլորին եւ ասում Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի թող նրա ծննդյան ավետիսը մեզ բերի հավատ հոգու ամրությունը պահպանելու համար սեր մեր ընտանեկան միությունը պահպանելու համար եւ իհարկե միություն բարեպաշտ ու աստվածահաճո կերպարը չկորցնելու համար կհանդիպենք կրկին